հերոստատիտող հերթական անգամ երկրի մեջ հերոստանգեցան եթերում Խաչիկյանի խոսքը հաղորդաշարն է եւ մենք հյուրընկալվել էինք Ծաղկունք գյուղում Ծաղկունք հյուրատանը մի հետաքրքիր շեֆ խոհարարի Յուրա Սարգսյանին եւ այդ ժամանակ Ծաղկունք այցելեց նաեւ մի բացառիկ անձնավորություն եւ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից մենք եւս փորձեցինք եւ չօգտվելը դա մեծ մեղքն է։ Ես ուզում ներկայացնեմ մեր հերոստատողին, իհարկե իրենք բոլորը շատ լավ գիտեն, արվեստի վաստակավոր գործիչ Երևան քաղաքի գլխավոր նկարիչ ժամանակին Գյումրի եւ Աբովյան քաղաքների ոսկե մեդալակին 2014 թվականին ամերիկյան հայտնի լաքշերի ամսագրի վարկածով տարվա մարդ ճանաչված պարզապես շատ լավ գեղանկարիչ, պարզապես շատ լավ լուսանկարիչ, պարզապես շատ լավ բանաստեղծ եւ սենց առավել հրաշալի մարդ Սամվել Սևադան, բարև ձեզ։ Բարև, շնորհակալություն, Վազգեն ջան։ Ասեմ, որ պարոն Սևադան իհարկե ինքը նախապատրաստված չէ, թե մենք ինչ պիտի պատրաստենք, բայց քանի որ ինքը այդ ամեն շնորհերից մեկտեղ ունի նաև շատ լավ խոհարարական շնորհք եւ իրեն խնդրեցինք պատրաստել միասին մեկ ուտեստ, որի անվանումը մենք վերջում կխնդրենք, որպեսզի հերոստատողը ինքը մտածի։ Հիմա մեր մթերքների մեջ մենք տեսնում ենք գերակշռողը Հավի կծքամիսը, որից հիմա պարոն Սևադան կպատրաստի եւ խնդրենք դուք ասեք ինչ process-ներ պիտի անցկացնենք եւ սկսենք մեր մշակման process-ը։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ծաղկունք գյուղի Ծաղկունք հյուրատան տերերին, իրոջը, Յուրային, ապա եւ իհարկե քեզ, այդպես շատ ճոխ ներկայացնելու համար ինձ, որին այդքան արժանի չեմ, եւ կփորձեմ արդարացնել այդ ասածներդ։ Այսօր մենք կպատրաստենք մի ուտեստ, որը բազմաթիվ անուններ ունի, բայց այդ անունները ես չեմ ուզում ասել, չեմ կրկնի, որովհետև տարբեր ազգերի բաներով, խոհանոցներում կան այս բաները, բայց ես հայկականացրել եմ, հավատացեք, եւ այն ասճանի լավ է ստացվել ինձ մոտ, թույլ տվեք մի քիչ գլուխ կովել, որ իմ ընկերներս նույնիսկ առաջարկեցին արվեստանոցս փակել եւ բացել խոհարարական կենտրոն եւ եթե կարելի է զուգահեռել։ Այսինքն մի մասը թող լինի արվեստի կենտրոն, մի մասը խոհարարական, վերջնաշով խոհարությունը նույնպես արվեստ է։ Մի մասը կլինի ուրեմն գեղանկարչական արվեստի կենտրոն, մի մասը խոհարարական արվեստի կենտրոն։ Մասը մշակել է։ Ուրեմն սկսում ենք նրանից, որ հավի կրծքամիսը պետք է եփենք հրաշալի տակ ուրեմն կրակի վրա եւ բացի դրանից երբ որ նա կսկսի եփել, այդ ընթացքում կսկսենք սոխը կտրատել։ Այո։ Մեզ առատ սոխ է պետք շատ, որը ունենք արդեն, կանաչի ունենք, շատ կանաչի։ Մեզ լավ պղպեղներ ունենք, բիբարներ այսպես կոչված եւ պամիդոր մեզ շատ է պետք, լոլիկ։ Սկսում ենք նրանից, որ ջուրը երացնում ենք։ Ամենաբարդ գործը ինձ համար։ Այո։ Փայլուն, ես տեղափոխեմ արդեն մեր բառարանի այն հատվածը, որ ինքը։ Սպասեք, միսը դնենք նոր։ Միսը դնենք։ Այո։ Մենք բոլորս գիտենք, որ պարոն Սևադան ոչ միայն այս շնորհերից մեկտեղ նաև մանկավարժական շնորհ ունի, որի մասին իհարկե լրացուցիչ կխոսենք։ Հիմա ինքը դասավանդում է նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում եւ այնտեղ իհարկե ունի օգնականներ, այսպես կոչված ասիստենտներ։ Ես այս դեպքում ձեր համար ասիստենտություն կանեմ, հիմա ծանր գործերը, ինտելեկտ պահանջող գործերը ես կանեմ, ասիկա կհեռացնեմ այս ափսեն։ Ասեմ, որ Յուրա Սարգսյանը օգտագործում է շատ հետաքրքիր դանակներ, որոնք որ Ցվիլինգ ֆիրմա է, սրանք կոչվում են շեֆի դանակներ, երկուսն էլ, իսկ այս մեկը առանձնահատուկ է, որովհետև նվիրված է Երևանի 2800-ամյակին, սա ինչ եմ հատուկ շեշտում, որովհետև պարոն Սևադան Երևանի ամենակոլորիտային անձնավորություններից մեկն է, չնայած ինքը ծնվել է Գյումրիում, աշխատել է Աբովյան քաղաքում, լինելով Աբովյանի նկարչական դպրոցի տնօրենը, հետո հանգամանքների բերումով հայտնվել է Օվկիանոսից այն կողմ, Միացյալ Նահանգներում, եւ անշուշտ իր կյանքի համար ամենաճիշտ որոշումներից մեկը կրկին անգամ վերադարձել է հայրենիք, որտեղ ինքը առանց հայրենիք չէր կարող լինել, եղել է Երևանի գլխավոր նկարիչը։ Մենք սա կոչվում է փետուրաձև, հա, այս կտրվածքը խոհարարները կասեին։
թքացնելուց հետո թավան տաք է, չէ՞։ Այո։ Ձեթը չի լինում։ Այո, Լսնում ենք ձեթը։ փայլուն, Եվ թողնենք ձեթը մի քիչ տաքանա, փայլուն, հրաշալի, որից հետո թող մի քիչ տաքանա։ Հիմա ես շարունակեմ պատմությունս։ այո, Հիմա տեսնենք ոնց է վիճակը։ հրաշալի, Լավ, արդեն կարելի է լսել։ Արդեն հավի միսը մի քիչ եփել է, կարող են Վարպետ, երբ որ ասեցի քափը քաշենք, ուզում մի հատ հետաքրքիր բան հիշել եւ խնդրել, որ դուք այդ հարցին պատասխանեք։ սիրով։ Դուք որպես արվեստի մարդ 96 թվականներ Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր, ասեմ որ հիմա վարպետը կտրում է հավի միսը, հյուրընկալվել էր մեր երջանկայիշատակ Գարեգին առաջին կաթողիկոսը եւ բնականաբար նոր էին այդ արևմտյան արժեքները մուտք գործել հայկական իրականություն եւ ինքը մի հետաքրքիր բան ասեց մենք արևմտյան արժեքներից վերցնում ենք միայն քափը, ասենք ինչ որ իրանց պետք չի, իրանք հանում շպրտում են եւ մեզ տրամադրում են միայն, ասենք մենք վերցնում ենք միայն այն ինչ որ պետք չի։ Հիմա դուք որպես մարդ, որ ոչ միայն հայ իրականությունը փայլուն գիտեք, այլ նաեւ մարդ, ով գիտի ամերիկյան իրականությունը, հանգամանքների բերումով նաեւ շատ շրջագայել եք աշխարհում, ես կուզենայի ձեր կարծիքը իմանալ Որն են այն արժեքային համակարգը, որին պետքա տիրապետի հայ մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ որն է, որ մենք պիտի մեր մեջից հանենք եւ այսպես ասած քափի նման շպրտենք ուրիշներին։ Ուրիշներին կարծում եմ որ շպրտելու կարիք չկա, ուղղակի մենք ուզում եմ ասել մեր ազգի մասին, որ մեր բացառիկ տաղանդավոր ազգ է, որովհետեւ ես առիթ եմ ունեցել համեմատելու սկսած մեր երբ որ Միացյալ Նահանգներում ես դպրոց ունեի նկարչական, Այո։ հաճախ իմ աշակերտներին հանում էի փողոց, այդպեսի մի փողոց կար նշանավոր Հոնոլուլու ստրիթ, որը նման էր իմիջայլոց Մոնմարտրի, Փարիզի։ Իր տեսակով իր։ Իդեպ չի բացառում այդ ռեստորանից Մոնմարտրում էր։ Որտեղ եթե բոլոր նկարիչները, արվեստագետները հավաքվում են, այդ բոհեմական հասարակությունը հավաքվում էր, ենթադրեմ որ դա պիտի լիներ նաև Մոնմարտրում։ Այո։ Եվ այդ փողոցում աշակերտները նկարում էին եւ ամերիկացիները որ քայլում էին այդ փողոցով, այդ բուլվարով, ուղղակի զարմանում էին մեր երեխեքի նկարած նկարների վրա, զարմանում էին այդ երեխեքի գեղեցկությամբ, այդ աչքերի արտահայտությունը լրիվ տարբեր է, չէ՞, բոլոր ազգերից հայ երեխեքի աչքերը տարբեր են, բացկրտում, սիրուն։ Մի աչքները մեր ուրախ է, որ մենք հայ ենք, մեկն է տխուր է, որովհետեւ մեզ նման ճակատագիր է։ Բաժին հասը։ Եվ ուզում եմ ասել, որ մեզ ընդունակություններ ձեռք բերելու կարիք չկա, մենք ընդունակ ենք, ուղղակի մեզ գիտելիքներ շատ են պետք։ Մեզ թվում է, թե մենք գիտելիքներ շատ ունենք, ցավոք սրտի, բայց պետք է ասեմ, որ դա այդպես չի։ Հատկապես հիմիկվա այսօրվա սերունդը սովորելու տեղ շատ ունի։ Շատ քիչ են գիրք կարդում, ես պետք է առիթը օգտագործեմ այդ մասին ասեմ, որ շատ հաճախ ուղղակի խնդրում ենք։ Ես ցուցակներ եմ տալիս իմ ուսանողներին եւ աշակերտներին, գրքերի ցուցակներ, բայց այնպեսի գրքերի, որ 17 տարեկան աղջիկը տղան, որ պետք է հիմա կարդան, դրանք պետք է իրանք կարդացած լինեն 12-13 տարեկանում։ Բայց ցավոք սրտի այսօր գիրքը արժեքազրկված է, բնականաբար իր հետ նաեւ գիտելիքը։ Այս թվում է, որ եթե մտնում են ինտերնետ մի բան նայում են, դա է բավական է։ Իսկ դա մասնակի մենակ մի բան կարող է։ Ես նկատել եմ շատ ժամանակ, որ ասենք, երբ որ ես խոսում եմ մի հեղինակի մասին, ասենք, մեկ էլ ուսանողը կամ աշակերտը հեռախոսը բացում է, մի քանի տեղեկություն է վերցնում, փակում է նորից սկսում ենք, հա, ես ու սկսում եմ այդ մասին մի երկու բան ասել։ Այսպես շպարգալ կանա, ծածկա թերթիկը։ Համար որ ինքը տեղյակ է դրանից։ Բայց դա այդպես չի։ Հիմա մենք հավի միսը պետք է տեղափոխենք, որպեսզի խոհարության մեջ դա կնշանակի, որ fast food-ը մենք համեմատենք բարձր խոհարության հետ։ Եվ եթե նկատում եք, օրինակ ծաղկունք հյուրատանը բարձր խոհանոց է մատուցվում եւ ասեմ որ մի հետաքրքիր բան, որ Գեղարքունիքի մարզը ինքը հայտնի իր ձկնեղենով եւ բայց ի պատիվ Յուրա Սարգսյանի ոչ միայն ձկնեղենն է այստեղ լավ ներկայացված, այլ նաեւ մսամթերքները, այլ նաեւ տարբեր մթերքներ եւ որոնք որ յուրաքանչյուր այսպես կոչված գործ ինքը արվեստի գործ է դառնում ի տարբերություն արագ սննդի fast food-ի, բայց մեր ժամանակները fast food-ային ժամանակներ են, McDonald's-ի ժամանակներն են, բայց վստահ եմ որ դուք որպես անձ, որպես անհատ թե արվեստի մեջ, թե խոհարության մեջ գնահատում եք ոչ թե fast food-ը, որ կոչված է ընդհանրապես քաղցը հագեցնելուն, այլ
Տեսնում եմ, որ այո, ոչ միայն հագեցնելու մեր հոգևոր մարմնական քաղցը, այլ նաև իհարկե մեր ճաշակը կրթելուն, մեր ճաշակը ավելացնելուն։ Եվ հիմա դուք նաև լրացումների համար շատ շնորհակալ։ Եվ դուք հիմա նաև գեղարվեստական լուսանկարչության ամբիոնում դասախոսում եք, նաև ցուցահանդեսներ եք բացում հաճախակի։ Այո, ես դասավանդում եմ արդեն 5-րդ տարին է մանկավարժական համալսարանում, գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետում, 4 տարի ես մի կուրս ունեի, որ ավարտեցին, արդեն կրակի վրա տեղափոխենք, այո։ Անշուշտ։ Մենք հիմա կհրենք Եվ պետք է ասեմ, որ մեզ պետք է խոհարի ձեռքերի իհարկե պետքա երկու բան լինի, որ մեկ պետքա վառված լինեն, մեկը շատ կտրված լինեն, բայց մենք փայտով կհրենք, ոչ թե ձեռքով, որ մեր ձեռքերը չվառվեն։ մի քիչ ջուր ավելացնենք, որ Ասեմ, որ վարպետը միշտ եղել է երեխաների հետ, ուսանողների հետ, միշտ ինքը դասավանդել է, չէ, ձեր ավարտելուց հետո Եվ բազմաշնորհ է։ Հիմա նաև ցուցահանդեսներ եք բացում։ Այսինքն միշտ եք բացել։ Հիմա նաև գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսներ եք բացում Հայաստանում։ Ես գիտեմ, որ ձեր ցուցահանդեսներից թերևս առաջինն է, որ Գյումրիում մեծ հաջողությամբ ընթացավ, նաև տարբեր մարզերում եք դա տանում եւ շատ ուսանողների, որոնք նույնիսկ հնարավոր է նույն Փարիզում են եղել, նույն չգիտեմ, Միացյալ Նահանգներում, Դուբայ, Մոսկվա եւ այլուր, բայց մեր Հայաստանը չգիտեն եւ տարբեր տեղեր տանում եք ձեր ցուցահանդեսները, առաջին, որ ձեր ուսանողներին նույնպես ցույց տաք Հայաստանը եւ երկրորդ Հայաստանին ցույց տաք նաեւ այլ Հայաստանը, որովհետեւ Հայաստանը, ինչպես Աստվածաշնչում է ասում, շատերը նայեցին, բայց քչերը տեսան։ Ձեր աչքը թույլ է տալիս տեսնել մեկ այլ Հայաստան։ Հիմա հաջորդող ցուցահանդեսները որտեղ եք պատրաստվում։ Ես պետք է ի պատիվ մեր համալսարանի ղեկավարության եւ առանց քաղցրախոսության ասեմ ի պատիվ մեր ռեկտորի Արամ Միրզախանյանի, որը միշտ մասնակցում է մեր ցուցահանդեսների բացումներին, նույնիսկ հետաքրքիր բան տեղի ունեցավ, հիմա հիշեցի հանկարծ։ Երբ որ Մակի գրասենյակի առաջարկով մենք բացեցինք ցուցահանդես իրանց տված թեմաներով, այդ ժամանակ ցուցահանդեսը այնքան հաջող էր, այնքան լավ էր ստացվել, որ մեր ռեկտորը շատ ոգևորված ասաց, այդ բոլոր ուսանողները, ովքեր որ մասնակցում են իմ կուրսի ուսանողները, ասաց 50,000 դրամ նվեր, Պարգևատրում։ Պարգևատրում։ Հետո ընդերից ասացին, բա պարոն Սևադային ասաց, նրան էլ մի ամսվա աշխատավարձ։ Եվ այսինքն ոգևորելու, բայց դրանից բացի ինքը միշտ եթե մենք ուզում ենք ցուցահանդես բացել, որովհետև ինքը այդ ցուցահանդեսների համար եւ ավտոբուս է տրամադրում եւ հյուրանոցի վճարն է տալիս եւ սնունդի վճարն է տալիս եւ մենք իհարկե օգտվում ենք դրանից։ Հիմա ջուրը, հավի ջուրը պետք է մենք ցանցի օգնությամբ արգանակը լցնենք, ինչպես ժողովուրդն ասում, բուլյոնը լցնենք մի քիչ եւ թողնենք շոկե խաշվի, կարող ենք մի քիչ լցնել, բավական է։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստատող, մենք հասանք մեր հաղորդման տրամաբանական այսպես ավարտին եւ ինչպես որ ցուցահանդեսի բացմանը ժապավենը կտրում են եւ ներս են հրավիրում ունկնդիրների եւ ակնդիրների, հիմա մեր ունկնդիրների եւ ակնդիրների համար կկտրենք ժապավենը, նույնն է թե կբարձրացնենք թավայի կափարիչը եւ կտեսնենք մենք ինչ արվեստի գլուխ գործոց ենք ստացել։ Հիմա տեսնենք վարպետին շեդևր է ստացել։ Ես արդեն համոզված եմ, որ շատ լավ էդվել է, պետք է բացենք ուրեմն կափարիչը։ Սիրելի հեռուստատեղը, մինչև որ պարոն Սևադան կտեղափոխի համտեսելու համար, ես հիշեցնեմ, որ այս մեր ուտեստը նույնպես անվանում չի ունենա եւ բոլոր նրանք, ովքեր որ ճիշտ լավագույն անվանումը կմտածեն, կարժանանան երկու կարգի նվերների։ A. Կարող են հետագայում իրենց հետ ունենալ պարոն Սևադայի գիրքը, չէ, եւ B. Կարող են այցելել Ախթալա եւ հյուրընկալվել մեր նուռի կենտրոնում եւ օգտվել մեր ռաֆտինգից։ Հիմա փորձենք։
Գիրք ասացիք, ես պետք է իմիջիալացի նշան մեր դարավոր բարեկամության եւ ընկերության, պետք է ես ինձ հետ բերել եմ ին վերջերս լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն, որը կոչվում է Հույսի համաստեղություն։ Հույսի համաստեղությունը դա իմ որտեղ որ ես ծնվել եմ, համաստեղությունն է եւ Որի նշանի ներքո դուք եք ծնվել։ որի նշանի ներքո Նվիրված է ձեր կնոջը, Գիրքը նվիրված է կնոջ։ որի դիմանկարը զարդարում է առաջին էջը։ Մի բանաստեղծություն է, խնդրենք որ կարդայիք։ Սիրո, մի բանաստեղծություն կարդամ, փոքրիկ եւ գիրքը կնվիրեմ ջերոջ։ Բանաստեղծությունը կոչվում է թե կարող ես։ Վեր կաց, թե կարող ես։ Վեր կաց ու դուրս արի։ Հեռացիր, լքիր ինքդ քեզ։ Անցիր արյան կանչի սահմանները բոլոր, ոչ ոք չունես, գնա։ Անցիր, թե կարող ես։ Թռիր անջրպետներ ստի, վարիր բոլոր կամուրջները սրտիդ, քեզնից հետո։ Կասկածները թանիր ու թող ճամփի։ Մոռացիր պատկերները սուրբ, խոսքերը, ախ թե կարող ես։ Բարերի կախարդանքը ցրիր, ողողիր քեզ ճամփին յուրաքանչյուր հոսող ջրում։ Դատարկիր մրուրը հոգուտ միջև վերջին հյուլեն ու սլացիր բաց դաշտ ու սլացիր երկինք, թե կարող ես։ Եվ կմնա քեզնից մի երկնակար ողորկ, մի ադամանտ զտված, թե կարող ես։ Ու թե հանկարծ զգաս Աստված մի արածցե, որ մաքուր ես արդեն, որ շողում ես արդեն, ժամանակն է ուրեմն վեր կաց ու դուրս արի, թե կարող ես։ Եվ գիրքը մակագրությամբ, արդեն մակագրել եմ նախապես 1000 տարվա ընկերոջս շշմելու մարդուն Վազգեն Խաչիկյանին ջերմ մաղթանքներով։ Փայլուն։ Շնորհակալություն եմ հայտնում, այսօրվա համար Վազգեն ջան ուրախ եմ նորից քեզ կրկին Ես տեսնելու։ հիշեցի Ունեք որ շուտով մի քանի օրից հետո մենք կհանդիպենք։ Անպայման։ Ես հիշեցի այն ռեստորատորին, որ Փարիզում էր, եւ ինչպես ճիշտ նկատեցի, կիսածնկաչոք կամ ծնկաչոք համբուրեց Գարզուի ձեռքը։ Հիմա ես կուզենայի այսպես կոչված ծնկաչոք շնորհակալություն հայտնել եւ սիրելի հերոստատիտող, ինչպես բանաստեղծության անվանումն էր, թե կարող ես դու ճիշտ անվանում մտածիր այս ուտեստին, որ պատրաստեց մեր բազմաշնորհ Սամվել Սևադան եւ լավագույնը, որ մեր Facebook-յան էջին կգրի, լավագույն անվանումը կարժանա նման գրքի եւ իհարկե կարժանա այն մրցանակներին, որ մենք կարող ենք տրամադրել իրեն աղթալայում։ Ասեմ, որ ես փորձեցի վարպետի պատրաստածը այսպես շշմելու լավներ, ինչպես որ ինքը իր էությամբ եւ կուզենայի շնորհակալություն հայտնել մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար, շնորհակալություն ձեր կերպարի համար, ձեր գոյության համար, ձեր այդքան շնորհաշատ եւ շնորհակալություն ձեր ծնողներին, որ ձեզ այդքան շնորհաշատ են ունեցել եւ հիշեցնեմ, որ սիրելի հեռուստատող մենք կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում, որտեղ կպատրաստենք մեր հերթական ուտեստը կամ նմանատիպ հրաշալի հյուրերի հետ, կամ մենակ, կամ մի քիչ ավելի պակաս շնորհաշատ հյուրերի հետ, բայց իհարկե կպատրաստենք միշտ շնորհալի եւ համեղ ուտեստներ։ Կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց։ Շնորհակալ ենք ձեզ, վարպետ ջան, ցտեսություն ձեզ։